Նրանք փորձել են կանգնացնել մեզ անցյալում, իրենց մոտ չի հաջողվել։ Նրանք կփորձեն կանգնացնել մեզ ապագայում, դա էլ իրենց մոտ չի հաջողվի։ Ով կարող է կանգնեցնել ձեր կամքը, ստեղծել ուժեղ Հայաստան։ Այստեղ ներկա են մարդիկ, ում Ադրբեջանը չի կարողացել կանգնեցնել։ Փաշինյանը հաստատ չի կարողանա։ Փոխարինելով Նիկոլ Փաշինյանի թույլ ղեկավարությունը, որը կարող է առաջարկել միայն ժամանակավոր խաղաղություն, Սամվել Կարապետյանի ուժեղ ղեկավարությունը երաշխավորում է ուժեղ եւ երկարատև խաղաղություն, երաշխավորված խաղաղություն։ Հայաստանի ժողովուրդն այսօր հուսահատորեն ուժեղ առաջնորդ է փնտրում։ Մարդիկ հոգնել են թուլությունից, մարդիկ հոգնել են թույլ Փաշինյանից, ով ավտոբուսում եգիպտացորեն է ուտում, փոխարենը կարող էր աշխարհի առաջնորդների հետ գոնե հեռախոսով քննարկել տարածաշրջանային գործընթացները։ Մարդկանց ավելի քան 80%-ը ըստ հարցումների վախենում է, որ թույլ կառավարությունը Հայաստանի համար կստեղծի նոր մարտահրավերներ, Հայաստանը թշնամու կողմից կարող է կրկին հարձակման ենթարկվել։ Մեր հասարակության 80%-ը վախենում է նոր հարձակումից։ Փաշինյանը արդեն 3 պատերազմ է պարտվել, եւ մենք պետք է կանգնեցնենք նրան, մինչ իր թուլությամբ նոր պատերազմ չհրահրի։ Օրեր առաջ հանդիպեցի մի հայ մարդու, ով խոսելով իրավիճակի մասին ինձ ասաց. խաղաղությունը մուրալով չեն ձեռք բերում, մանավանդ այս տարածաշրջանում։ Եթե մուրաս, կստանաս միայն պատերազմ։ Նա իրավացի է, ուժեղ եւ երկարատև խաղաղության միակ երաշխիքը ուժեղ Հայաստան ունենալն է։ 81 օրից մեր կյանքը կփոխվի, մեր անվտանգությունը կփոխվի։ Սա է մեր առաքելությունը, սա է մեր կամքը հանուն ուժեղ Հայաստանի։ Ուժեղ Հայաստան, ազատ ու